Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հավերս ընդունեցիք։ Պարոն Սուրենյանց, ձեզ հետ այսօր նպատակ ունեմ վերլուծելու եւ քննարկելու Փաշինյանի վերջին հայտարարությունները կառավարության նիստի ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած ճեպազորիցի ժամանակ։ Այս սկսենք Վարչաֆեստ 2026-ից այ 178 միլիոն դրամ տրամադրվելու է այսպիսի մի մրցույթ փառատոնի։ Նախ ինչ կտա այս մրցույթ փառատոնը մեզ եւ քանի որ մեր երկրի առջև այս պահի ծառացած են մի շարք լրջագույն խնդիրներ, արդյոք անհրաժեշտ է նմանատիպ մեծ գումարներ տրամադրել նմանատիպ միջոցառումների։ Վստահաբար երկրի ոչինչ չի տալու։ Նույնիսկ դա գեղարվեստական մասին չեմ էլ ուզում անդրադառնալ։ Նմանատիպ այլ միջոցառումները կամ փառատոնները ծառայեցվել են ընդամենը մեկ մարդու PR-ին, Նիկոլ Փաշինյանի, էս էլ բացառություն չի կազմելու, բայց այո, խնդրի սոցիալական կողմն ավելի այս պահին ցցում, դեպ արտահանման սահմանափակումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ եթե անգամ օրվա հացի կարոտ չեն, բայց արդեն վարկային եւ այլ պարտավորությունների չկատարման եզրին են, հարյուրավոր տնտեսություններ փլուզվում են, որտեղ այդ արտադրանքը մնացել է իրացման շուկաներ չկան, ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի հետևանքով Գագիկ Ծառուկյանի հետ աֆիլացվող տասնյակ ձեռնարկությունների աշխատակիցներ պարապորտի մեջ են, էլի սոցիալական բեռով ու կարիքներով, այս պայմաններում կառավարությունը աջակցության ծրագրեր իրագործելու փոխարեն զբաղված անզուս PR-ով, չգիտես ինչն են PR-ում։ Այսինքն քաղաքական նոր իմիջ են ուզում ստեղծել։ Շարունակում են այն իմիջների վերանորոգումը կամ գրեգ ներկայացումը, որ արդեն ստեղծել են, զուգահեռաբար էլ բյուրոկրատիան առատորեն վարձատրվում է պետբյուջեի հաշվին, այսինքն այն մարդկանց հաշվին, ովքեր կորցնում են բիզնես, եկամուտ, ըստ էության սնկացման եզրին են հայտնվում, խոսքս գյուղատնտեսության ոլորտում զբաղվողների եւ վերամշակման ոլորտում զբաղվողների մասն մի ահագին ճյուղեր ոչնչացման եզրին են։ Փաշինյանը իր հակասոցիալական էությունը շատ ցցուն ձևով այսօր բացահայտեց, ընդ որում միջազգային սկանդալի պատճառել այդ հայտարարությունը կդառնա, երբ որ խոսում էր վատ ձգի որակի պատճառով մասին։ Նա ըստ էության արդարացնելու համար իր ապաշնոր քաղաքականության հետևանքները չի վարանում մի կողմից ձկնարդյունաբերության զբաղվող մարդկանց թիրախավորել։ Մի կողմից էլ միջազգային սկանդալի պատճառ դառնալ, ըստ էության բարձրաձայնելով, որ տարիներ շարունակ անորակ ձուկ է մատակարարվել, օրինակ Ռուսաստան։ Պարզավոր որ ձուկն անորակ, ոչ էլ էր արտանունն է սխալել։ Եթե անորակ լիներ, ապա այսքան տարի չէ, ակնհայտ է, որ էլի գործ ունենք մի բանի հետ, մի հատ արկածախնդիր քաղաքականություն է իրականացնում, հետևանքի առաջ է կանգնում, որովհետեւ հետևանքի մասշտաբը փոքրացնի, ինքը բռնում է մի հատ անհեթեթ արդարացում է գտնում, ժամանակին այդպես էլ նոր տարվա սեղաններին էր անդրադառնում նույն ոչ adekvat եւ մեղմ ասած ոչ ռացիոնալ փաստարկներով մարդկանց օրգանիզմի թթվող ապրանքների եսի միջի մասին էր խոսում հիշում եք սա ընդհանրապես խոսում է ավտորիտար ֆյուրերիկի վարքագծի մասին, որը կորցրել է իրականությունը, իշխանությունը սոցիալական դիմագիծն է կորցրել եւ նման անհեթեթ հայտարարություններ շատ ենք լսել։ Այդ արդարացումների մասին եք խոսում, բայց դրանք յուրացվում են ժողովրդի կողմից, այսինքն ժողովուրդը շարունակում է հավատալ Փաշինյանին, թե այնինչ տեսանք 2026 թվականի հունիսի 7-ին, դրանք ուղղակի նկարչություն էին, ինչպես շարունակում են պնդել ընդդիմադիր քաղաքականները։ Գիտեք, 26 թվականի հունիսի 7-ին եւ իշխանության գրեհիկ եւ բիրտ միջամտությունը տեղի ունեցել, որովհետեւ օրինակ այն ընտրատիմը, որ ես էի ներկայացնում, բեսպրիձելով դուրս է թողնվել խորհրդանից եւ
վարչական ռեսուրսի գրեիք չարաշահում է եղել եւ հասարակության ահաբեկելու փորձ է եղել։ Այդ ամեն ինչն էլ եղել է։ Բայց փաստը նաեւ որ եղել են 100,000-ավոր ընտրողներ, որոնք տարբեր պատճառներով այդ վախի, մանիպուլյացիայի, բայց նաև սոցիալական ծառայությունների մատուցման հետևանքով օրինակ կենսաթոշակի բարձրացում, առողջապահության համակարգի ներդրում եւ այլն գնացել եւ քվե են տվել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր էլ հասարակության մի մաս հավատում է Փաշինյանի հեքիաթներին, Գյուլնաստատի եւ մի մաս կա որ չի հավատում այլևս, այսինքն հասարակությունը թե ամսի 7-ի ընտրություններում, թե հիմա բևեռացված է։ Խոսել, որ ամբողջ հասարակությունը այլևս որևէ բան Նիկոլ Փաշինյանի ասածներից չի հավատում, այդպես չի։ Իհարկե հասարակության մեծ ամասնությունը, հատկապես հասարակության այն շերտերը, որոնք բավարար մեդիագրագիտություն ունեն, վաղուց Փաշինյանին չեն լսում, որովհետև լսում են սովորաբար մարդու, ով ռացիոնալ փաստարկներ է ներկայացնում։ Այս առումով Փաշինյանին լսելը առանձնապես ճոխություն կարող է համարվել։ Բայց հասարակությունը միաշերտ չի։ Կան շերտեր, որոնք շարունակում են իշխանության պոզով պոչով ստերը մարսել առայժմ, կան շերտեր, որոնք անտարբեր են մնալու, քանի դեռ իրենց գրպանին այս արկածախնդիր քաղաքականությունը չի կպել, բայց կան նաև շերտեր, որոնք ԿՊԱ-կանի տեսնելուց ուշադիր իրենց գրպանների պարունակությունն են ստուգում, որտեղ դիմացինի մեջ մանր գողի են տեսնում։ Այսինքն բոլոր շերտերն էլ կան։ Գիտեք, հասարակագիտությունը բարդ բան է, այս պրոֆեսիոնալ քաղաքագետ են, բացի քաղաքական գործիչ լինելը, միշտ պարզ պատասխաններից խուսափում են, որտեղ սևի սպիտակի բաժանված չի, քաղաքական պրոցեսը, հանրային հարաբերությունները, դրանք շատ բարդ համակարգ են, երևի ամենաբարդը։ Եվ ես հիմա չեմ տրվի բոլոր հարցերին այոյի ոչի մակարդակով պատասխանելու պարզունակությանը։ Եվ կպատասխանեմ այնպես, ինչպես ասեցի, բազմաշերտ է։ Կան փոքրաթիվ հավատացողներ, կան մեծաթիվ անտարբերներ եւ կա շոն մի ստվար խումբ, որը վաղուց Նիկոլ Փաշինյանին չի հավատում։ Շատ լավ, պարոն Սուրենյան, տեսեք, մի կողմից Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ քաղաքացիների առջև դեռևս ծառացած են ամենատարբեր սոցիալական խնդիրները, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ամենատարբեր փառատոներն են կազմակերպվում վերջին տարիների ընթացքում եւ բավականին լուրջ բյուջե է տրամադրվում դրանց համար։ Այստեղ այս հակասություններն ինչի մասին են խոսում։ Ասեցի ես ձեզ ինչի, ցանկացած ավտորիտար իշխանություն հացի եւ տեսարանի միջոցով է փորձում հասարակությանը գայթակղել կամ մոլորության մեջ գցել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իհարկե խնդիր ունի։ Նրա տեսարանները գնալով ավելի գրեիք են դառնում եւ հասարակության մի ստվար մասի կողմից։ Եվ գունազարդ միգուցե։ Չէ, գիտեք, գունազարդի համար պիտի մտավոր բավականին մեծ պոտենցիալ ունենա, ռեժիսորը պայմանական էս թվում կառավարությունը, չեմ կարծում, որ այս մարդկանց ինտելեկտի հարցում աստված շռայլ է գտնվել, եթե ինտելեկտ չունեն, մի պայծառ ֆանտազիա էլ չեն կարող ունենալ, ավելի շուտ գույնս գույն կան տենց տպավորիչ շատ տեսարաններ, կան գրեիք տեսարաններ նաև, Վարդավառի տոնը մեզ վառ օրինակ Ծառուկյանի կալանավորման տեսարանները։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը դերևս չի հասկացել, որ առանց հացի այդ տեսարանները հասարակությունը չի համաձայնվի սպառել կամ հասարակության մեծամասնությունը։ Հացի խնդիրն է, որ շատ սուր ծառացած է կառավարության առաջ։ Ինչքան էլ ինքը փորձի ֆեստիվալը, ինչա, չգիտեմ անուն այդ միջոցառման։ Վարչաֆեստ, այստեղ վարչաֆեստը լինի կամ վարչանիկոլ լինի, դրանից բանը չի փոխվում։ Էությունն ու իրականությունը չի փոխվում։
Շատ լավ, տեսեք, շարունակվում է սահմանազատման գործընթացը ըստ էության ներկայացվել։ Այսօրվա կառավարության նիստում համենայն դեպս վարչապետ Նիկոլ Փաշինյան շարունակում էր խոսել նրա մասին, որ ինչու վավերագրական չի նկարահանվում, որ 1000 քանի կիլոմետրից ընդամենը 12 կիլոմետրում միակողմանի զիջումներով Հայաստանի գծվել է ինչ-որ սահման։ Այդ դրա մասին ասում է, որ պիտի ուրեմն վավերագրական ֆիլմ նկարվի։ Հարցս հետևյալն է. դուք պատկերացնում եք այն կիրանցեցու դեմքի արտահայտությունը, որը պիտի նայի այդ ֆիլմը, եւ ինչ կտա այդ ֆիլմը, ինչ է ցանկանում այս ֆիլմով ասել Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, քաղաքական գործիչը երբ հուշեր գրում։ Երբ։ Երբ որ սպառված է լինում մեծ հաշվով, այնպիսի տարիքի ասնում, երբ որ արդյունք ստեղծելու հարցում այլևս կաղում է եւ որոշում է իր բովանդակային եւ ոչ այնքան բովանդակային կյանքը հանձնել թղթին կամ եթե մի քիչ ունևորա կինոինդուստրիայի միջոցով ժառանգությունը թողնել հասարակությանը։ Հիմա եթե գործադիր իշխանության ղեկավարը որը հավակնում է մի քանի օրից դժբախտություն այս երկրի շարունակել իր մանդատը, արդեն իրական գործի փոխարեն կինո է ուզում հրամցնի հասարակությանը, անուղղակի խոստովանում է իր սպառվածությունը, քեևի չել հասկանում, կամ եթե այսօր գիշեր մի պահ դադար ունենա երեկոյան նայի, իր խոսքը շատ հեշտ կհասկանա իմ ասածը ինչա։ Այդ ինքն ընդհանրապես դրա մասին չպետք է մտածել։ Եթե նշանակալի բան է տեղի ունենում երկրի կյանքում, հաստատ համոզված եղեք, գլավլիթ չկա էլի այս երկրում էլ, որ պետությունը արհեստական կինոներ, մենք տոտալ գաղափարախոսության պայմաններում չենք ապրում, էլի, որ տոտալիտար եղանակով մեզ կինոնկարներ հրամցնեն։ Մենք ապրում ենք մի հասարակությունում, որ եթե խորքային բեկումնային իրադարձություններ տեղի ունեցած են, մտավորականներից կամ արվեստագետներից կամ կինո արտադրողներից մեկի մտքով կանցնի հավերժացնել այդ իրադարձությունը։ Եթե չեն անում կամ կառավարությանը նման հարցով չեն անհանգստացնում, նշանակում է մարդիկ առնվազն միանշանակ վերաբերմունք չունեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Բայց միթե այս քայլով ինքը նպատակ է հետապնդում սրբագրել, այսպես արդարացնել իր արածները, որը տեսանք 2024 թվականին ինչ տեղի ունեցավ Տավուշի մարզում։ Ոչ մի ռոպագանդա չի կարող պատմությանը փոխարինել։ Սա որպես պատմաբան եմ ասում, ես պատմաբան քաղաքագետ եմ, քիչ առաջ ասեցի։ Ռոպագանդան կարճաժամկետ էֆեկտ ունի եւ X ժամանակահատվածի համար Y թվով մարկանց ուղեղ է լվանում։ Ուղեղի լվացում է դա կոչվում։ Պատմությունը շատ դաժան եւ ճշգրիտ գիտություն է։ Ոչ մի ռոպագանդիստական հնարք պատմության կանոնիզացիային դեմ ինչ-որ առաքելություն չի կարող իրականացնել։ Եթե նույնիսկ 15 ֆիլմ նկարի Կիրանցի պատի մոտ, ինքն էլ ցածկոտի այդ պատի վրայով, որպես հերոս, կամ իր կիսանդրին կառուցեն այդ պատի մոտ, միևնույնն է, անաչառ պատմագիտությունը հետո արձանագրելու է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի շանտաժից ահաբեկված մեկը ոսկե պարի դպրոցում 2004 թվականի ապրիլին իրեն պատ էր տալիս, ժողովրդին ահաբեկում էր, որ եթե զիջումներին չգնանք, ապա երկու կողմից Հայաստանը կենթարկվի պատերազմի։ Այդ մեկի անունն էլ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյան էր։ Հիմա ուզում եմ 15 վավերագրական կամ քրոնոլոգիան ցուցադրող ֆիլմ ցուցադրել, միևնույնն է, դա չի մոռացվելու։ Պատմությունը փաստերի հետ գործ ունի։ Փաստերը ռոպագանդայով հնարավոր չի նենգա փոխել, հնարավոր է, բայց շատ կարճ փուլի համար։ Իր իշխանության ավարտի հետ իր ռոպագանդիստական հնարքները օդս կցնդեն։ Հիմա ով է հիշում, օրինակ,
Խրուշչովի մշակութային ներգործությունը օրինակ մի շատ հարցերում ինքը իդեպ կապկում է հենց Խրուշչովին ոչ մեկ չի հիշում որովհետև այդ փուլի համար այդ ռոպագանդան աշխատեց նույնիսկ ուշ սովետական հասարակությունը արդեն ծաղրում էր այդ Խրուշչովի մի շարք բաներ հա Էլ որ մնաց հիմա երբ որ բոլորը գիտեն որ անուն ազգանունն է Հայաստանում համարվում մանիպուլյացիայի ստի կեղծիքի հոմանիշը Շատ լավ Նույն ճապազուրիցի ժամանակ արդեն կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որպես հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու եւ ներկայացնում է, ասում է, որ ըստ իր տեղեկությունների Սամվել Կարապետյանի հետ կապված ուրեմն հեծը աղբյուր է ունեցել կառավարության ներսում, խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է։ Այնուհետև տեղեկանում ենք, որ դատախազությունն է spецընթացք է տվել այս գործին։ Ինչ կարող ենք ասել այս ամենի համատեքստում, պարոն Սուրենյանց։ Միթե այլևս բոլոր ուժային կառույցները, իրավական ուրեմն կառույցները ենթարկվում են մեկ մարդու եւ այն է Նիկոլ Փաշինյանը։ Սա արդեն անդամից երկով է տեղի ունենում։ Մեկ ընտանիքի, մեկ մարդու, որն էլ ասեք ճիշտ կլինի, որովհետեւ այդ տնից դուրս եկած ցանկացած հայտարարություն դառնում է քրեական գործի նյութ կամ քրեական հետապնդման տրիգեր։ Ես անկեղծ ասած Դրմեյանին ճանաչում եմ եւ արժանահավատ չեմ համարում Նիկոլ Փաշինյանի պնդումները։ Դրմեյանը իմ կարծիքով պրոֆեսիոնալ իրավաբան է, որը չի համաձայնվել կառավարության կամայականության եւ բեսպրիդելի մարտիկը դառնա։ Կամ այդ առաջնագծում օրենքի եւ իրավունքի դեմ կռիվ տալ։ Բան պետք չի լինել, հա։ Կաշառված պետք չի լինել, որպեսզի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը թե Կարապետյանի մասով, թե Ծառուկյանի կուլակաթափությամբ զբաղված եւ որ դա ապօրինի process է եւ Դրմեյան կամ Սուրենյանց պետք չի, որ միջազգային արբիտրաժում հասկանան ինչա կատարվում, հա։ Հետևաբար իմ կարծիքով սուբյեկտիվ ընկալմամբ սա Նիկոլ Փաշինյանի կմահաճություններից մեկն է, որը ցավոք սրտի ենթադրում եմ եւ լեգիտիմ լուրջ կասկածներ ունեմ, որ ցավոք սրտի առաջիկա ժամերին կամ օրերին դառնալու է մի նոր քաղբանտարկյալ ունենալու պատճառ։ Շատ լավ։ Նաև զուգահեռաբար մինչ կառավարության շենքում տեղի էր ունենում հարց ու պատասխան կամ ամենատարբեր քննարկումները, պարոն Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք օբյեկտների ներկայացուցիչները, աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ձայնը, ուրեմն բարձրացնել եւ իրենց աշխատանքի իրավունքների համար պայքարել։ Այ երբ ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացու բողոքի ձայնը լսելի կդառնա եւ կառավարության կողմից եւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Երբ կգա այդ երջանիկ ժամանակը։ Ընդհանրապես մենք 3 միլիոն վարչապետ ունենք մի լուզեր դասականի ձևակերպմամբ։ Բայց չգիտես ինչի արտոնություններից օգտվում է այդ 3 միլիոնից միայն մեկը, իսկ զրկանքները այն մյուսների համար են։ Ոչ մի բանական բացատրություն չկա, ինչի պիտի Ծառուկյանի հետ կապված գործերը դառնային մոտ 10,000 մարդու սոցիալական զրկանքների պատճառ։ Եթե նույնիսկ ինչ-որ քննության անհրաժեշտություն կար, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի հետ պարզաբանելու ինչ-որ խնդիրներ ուներ, ինչի պիտի այդ մարդիկ պարապուրտի մատնեն ըստ էության։ Գիտեք, մի օր բացվելու են այդ ձեռնարկությունների դռները, ակնհայտ է։ Բայց ուզում եմ ես հասկանամ, այս 22-23 օրվա համար ով է պատասխան տալու։ Դեռ արտադրական ցիկլեր են կանգնել, որոնք գուցե անդառնալի կորուստներ են ունեցել, որովհետև մենք չգիտենք, չէ՞, դա նեղ մասնագիտական հարց է, օրինակ արտադրական ցիկլի հարկադրական կանգառը ինչ հետևանքների է բերում։ Այնտեղ տասնյակ մարզիկներ անհրաժեշտ որակավորումից եւ մարզավիճակից զրկվել են եւ արդեն միջազգային մրցումներում վատ ցուցանիշներ ունենք դրա հետևանքով Օլիմպիադանի այդ աշխատանքի հարկադիր դադարեցման հետևանքով շինարարությունն մի շարք տեղեր կանգնած, որովհետեւ այդ սալահատիկներ կան, որ այդ
ձեռնարկություններից մեկում են պարոն Ծառուկյանի արտադրում եւ դրանց դեֆիցիտ կա եւ այսպես կարող եմ թիվը բավականին շատ է։ Բյուջեն բազմաթիվ եկամուտներից զրկվելու է, որովհետեւ կոնյակի արտահանումը ըստ էության խաթարվել է այդ կոնյակի գործարանի պարապորտի պատճառով, չէ՞։ Եվ այսպես կարող եմ հիմա թվել 70 ձեռնարկությանն էլ հիմա չեմ անդրադառնալու, բայց ասում եմ կան անդառնալի վնասներ։ Նման տիպի կառավարությունից ռացիոնալ փաստարկ կամ կոմպենսացիոն համարժեք փոխհատուցում պահանջելը մեկն ասած միամտության դաշտից է։ Ի վերջո քաղաքացու ձայնը լսելի չի դառնա այդ երջանիկ։ Չէ, երբ որ ինքը համարի որ կբացվեն այդ դռները, այդ ժամանակ էլ կբացվեն։ Ինչի ինքը միջև հիմա ձեր կարծիքով լավ այսօր էին կառավարության մոտ այդ մարտիկ, բայց մեկ կամ երկու շաբաթ առաջ այդ կոլեկտիվները յուրաքանչյուրը իր ամենատարբեր ժամանակահատվածներում ամենատարբեր իրանց ձեռնարկությունների մոտ շատ խաղաղ քաղաքակիրթ ի վերջո ես պարոն Ծառուկյանի հետ մտերմության բերումով որոշ տնօրենների էլ ճանաչում եմ, նրանց հետ մասնավոր շփումներ էլ ունեմ եւ գիտեմ չէ այդ մարտիկ ու այդ կոլեկտիվները ինչպիսի սոցիալական զրկանքների առաջ են կանգնած։ Պարոն Սուրենյանց, նաև անդրադառնանք վերջին շրջանում բանակում տեղի ունեցող զարգացումներին, տեսանք, որ մեկ շաբաթվա ընթացքում բավականին արյունալի դեպքեր տեղի ունեցան, այսպես ինքնասպանությունից մինչև, ինչպես փորձագետներն են ասում, դաժան ծեծ։ Մի կողմից Պաշտպանության նախարարությունը հերքեց, որ նմանատիպ բան է տեղի ունեցել, մյուս կողմից իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սրա մասին ուրեմն հանրային դաշտ նետեց այս ինֆորմացիան։ Այս հակասություններն ինչի մասին են խոսում եւ ինչ ունենք այսօրվա դրությամբ բանակում, զինված ուժերում։ Միթե ուրեմն ճգնաժամ է տիրում զինված ուժերում։ Այդ ձեր կարծիքն է։ Նախ ես ուզում եմ արձանագրել, որ Ժաննա Ալեքսանյանին մոտ 30 տարի ճանաչում եմ, բացառիկ սկզբունքային իրավապաշտպան է եւ դեպք չգիտեմ ես իմ կենսագրության մեջ, որ տիկին Ժաննան որևէ պնդում անի առանց հիմնավոր փաստերի։ Այ տիկին Ժաննան է իրավապաշտպանության սիմվոլը, ոչ թե այն մարդիկ, որ 2018-ից առաջ տարբեր գրանտներով ծառայում էին տարբեր արտաքին կենտրոններ, իմ էլ տեղավորվել են Նիկոլ Փաշինյանի համապատասխան տեղերում։ Եվ ես որևէ պատճառ չեմ տեսնում տիկին Ալեքսանյանին չհավատալու համար։ Սա մեկ, հետո տեսնում ենք, որ բանակում 8 կարծեմ, չէ, այս տարի արդեն ինքնասպանության փաստ կա։ Այ որ պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվում են ոչ թե կառավարման համապատասխան ունակություններ ունեցող մեկը, այլ ինչ-որ մարդ, որ ընտրարշավում Սամվել Կարապետյանի աջակիցների հետ բախկվոցի էր խաղում Տաշիրի մարզում կամ հալամոլա, հիշում եք այդ։ Այո։ Այս էլ պիտի լինի արդյունքը։ Դերևս Ազատ Կացարյանի, իհարկե ընդհանրապես կառավարում չկա։ Դերևս Ազատի Կացարյանի դեպքերից հետո Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը պիտի պատասխանատվության ենթարկված լինեն, առնվազն քաղաքական պատասխանատվության մասին։ Ես առանց ինքի ինչ-որ մեկին նստացնելու կոչ չեմ անի։ Ինչ-որ պատասխանատվության պիտի ենթարկվեին քաղաքական, որպեսզի բանակում նման դեպքերը անդադ անպատժելիության այս պայմաններում այսքան չկրկնվեին։ 0 արդյունավետություն կառավարման, դիլենտանտիզմ, շոր մարտավարության եւ ռազմավարության կատեգորիաների շփոթում, ընդհանրապես ռեֆորմների բացակայություն։ Սրա հետևանքն է։ Եվ այդ պատասխանատվությունն ինչպես պիտի հասցվի այն կետին, որ նմանատիպ դեպքերը սկսեն բացառվել։ Գիտեք, նախ պիտի կան կոմպենսատ մարդիկ ղեկավարելու համակարգը։ Պետք է այդ մարդիկ ունենան ռեֆորմի հստակ պատկերտեսլական։ Պետք է չափելի լինի, որ գործունեությունն ենք համարում արդյունավետ, որը անարդյունավետ, հա։ Այս բոլոր բաները շատ թափանցիկ, պարզ կառավարության ծրագրում պիտի արտացոլված լինեն եւ մենք նախարարի շտաբի պետի այլ հրամկազմի այլ պատասխանատու պաշտոններում ունենք իրապես բանակի
նրբություններին եւ բանակի կառավարմանը տիրապետող մարդիկ։ Տեսեք, զուգահեռաբար նաև գրեթե մեր լրահոսում անընդհատ ենք տեսնում գրեթե ամենօրյա ռեժիմը է դարձել սա կրակոցներ, դանակահարություններ, ամենատարբեր իրավիճակներ։ Այդ կարող ենք ասել, որ այս առումով եւս ուրեմն ներքին գործերի նախարարությունը ինչ որ բարձի թողի վիճակ է տիրում։ Այս ամեն համակարգված իմաստով ինչի մասին միշտ չի կարող ինչ որ հանցագործության բացահայտման մասին իմանալ, օրինակ Սյուզի Բադոյանի պես պրոֆեսիոնալ լրագրող, հետո անդադ հետամուտ լինել դրան, որպեսզի ոստիկանությունն ու քննչական մարմինները կատարեն իրենց գործը։ Երբ որ քաղաքական հաշվեհարդարի գործիք է դարձել ամբողջ ոստիկանությունը, իրավապահ համակարգը, քննչական մարմինները, դատարանները, մի խոսքով դատաիրավական ամբողջ համակարգը, բնականաբար իրանց կոմֆորտ դիզգան քրեական էլեմենտները, որտեղ ամբողջ պոտենցիալը, հələ պատկերացրեք, Ծառուկյանի խուզարկության օրը 70 հասցեներում քանի իրավապահի են նույն ժամերին կենտրոնացրել։ Բա եթե քաղաքական հաշվեհարդարի գործիք ես դարձնում իրավապահ մարմինները, մի կողմից պրոֆեսիոնալները հոգնում թողում դիմում են գնում են, մյուս կողմից իրանք իրենց բուն գործառույթ անելու փոխարեն այն է հանցավորության դեմ պայքարը լրիվ այլ բաներով են զբաղվում։ Հանցավոր աշխարհը պիտի այս ձևով վխտայի դեպ այդ կնոջ աղջկա նշանակման օրը ես կարծիք եմ հայտնել ներքին գործերի նախարարի պաշտոնը երբ որ նշանակվում էր, ես ասել եմ վտանգավոր չափով ներքին գործերի նախարարությունն ու ոստիկանությունը քաղաքականացվելու են։ Հիմա այդ ցավոք սրտի կարծիքս ճիշտ է։ Վայ Ղազարյանը միլիոնատ թերություն ուներ, բայց Վայ Ղազարյանը գոնե համակարգի ծնունդ էր եւ համակարգի խնդիրները մի քիչ ավելի մոտիկից էր պատկերացնում։ Այսինքն վատ Վայ Ղազարյանին չէր կարելի իշխանության լրիվ ծառա ինչ-որ մեկով փոխարինել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սուրենյանց։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։